Ինչի ես էպես բարկացած նայում։ Մարդը, եթե եկել ես ասես, որ գնամ պարկեմ վիրահատության, իզուր ժամանակ ես կորցնում։ Գնա Վլադի մոտ։ Ես լավ էլ գիտեմ, որ դու իմ ասած ոչ մի բանն էլ չես անի։ Որ իմ խոսքը քեզ համար էական չի, չէ՞։ Ես Սիլիբիլիի ժամանակ չունեմ, մարդը։ Իսկ ես դրա համար չեմ էստեղ։ Ես ուզում եմ քո մասին հոգ տանել։ Մի անհանգստացի, իմ մասին հոգ տանում են։ Այսինքն ես ավելորդ եմ։ Չէ, ավելորդ չես։ Դու կարող ես մնալ ես տանը։ Ինչ։ Մնալ ես տանը։ Հա, ինչա չես ուզում։ Չէ, ուզում եմ։ Ադամ, դու ներում ես ինձ։ Մարդը, քեզ ասում եմ, կարող ես մնալ ես տանը, բայց ավելորդ հարցեր մի տուր։ Ալիկ։ Ուզում էր Միլային տանել, չէ։ Շատ եմ ուզում, բայց դա քեզնից է կախված։ Կարող ես գալ ու տանել աղջիկան։ Էդ ինչի տենց հանկարծ, Ալիկ։ Ես շատ խնդիրներ ունեմ։ Իմ առաջնային խնդիրը այսօր աղբերս է։ Բայց եթե դու թորնու չես ուզում տանել, ես կարող եմ նաև չտալ։ Ես պատրաստ եմ տանել երեխուն, դու մենակ ասա։ Արիտար։ Ես կհասցնեմ տեսնել քեզ աղբերս, կհասցնեմ, բայց քեզ տեսնելը քիչ է։ Կարողանամ համոզել քեզ։ Իսկ գուցե արդեն ուշ է։ Վատ է, երբ ժամանակը ավարտին ամոտենում ու դու ամենակարող մարդ արարածդ հասկանում ես, որ անավարտ շատ բան ես թողնում։ Այդ բոլորը հեչ, բայց որ անավարտ են մնում ցանկություններդ զավակիդ հետ կապված, այ դա քեզ ներել չես կարողանում։ Թեպետ այդ ժամանակ ցանկությունն արդեն դառնում է երազանք։ Ուր է երեխան։ Դու ինձ ասեցիր իմ հետ հարց ունես, ոչ թե երեխու։ Հա, բայց հարցնում ում մոտ ես թողել։ Երեխան ապահով ձեռքերում է։ Դու մի անհանգստացի։ Ինչ կա, բան էիր ուզում ասեիր։ Կիսատ բան կա։ Դե, ես գիտեմ, որ ես էլ շատ սխալներ ունեմ։ Ես էլ լիքը քայլեր եմ անում, որոնք ես հունից անում եմ։ Դե հիմա փորձեմ փոխվել։ Ես չեմ ասում, որ ամեն ինչ անես նենց, ոնց որ ես եմ ուզում։ Ես այդ ամեն ինչը հասկանում եմ, ինձ այդպես կնիկ պետք չի, բայց
Բայց դու չես կարողանում չխանդել։ Դու չես կարողանում հաղթահարել այդ խանդը։ Սա խանդ չի։ Սա մտածելակերպ է։ Դե ես էլ կփորձեմ հասկանալ այդ քո մտածելակերպը։ Կլինի չխոսանք այս մասին, կամ հետո գոնե խոսանք։ Ես փորձում ինչ-որ բան մեղմել, իսկ դու նորից վիճում ես։ Ես չեմ ուզում, որ մենք շարունակենք վիճել։ Ուզում ես գնաս Ժանոյիդ տեսնես, չէ՞։ Կարես գնաս։ Լուրջ ես ասում, թե լիպիկ այդ հողի վրա վիճակ։ Չէ, լուրջ եմ ասում։ Աստված չանի, հետո մի բան լինի, ես ինձ այդ կյանքում չեմ նայի։ Հասկացանք պատժել, բայց այսպես։ Ինքանս չարանում աստծուց եմ, որ մեկ-մեկ իրա նվիրած կյանքն էլ չես ուզում արդեն։ Ոնց ես։ Ոնց ես։ Վեր կաց։ Լսում ես ինչ եմ ասում։ Վեր կաց։ Սա քեզ համար չի։ Վեր կաց։ Չես ասում, որ կգաս։ Ոնց կարող էի չգալ։ Ողջ հարստությունս կտայի քեզ էլի մի անգամ գրկելու համար։ Ունեիր, Չգիտեմ։ չի լինում այդպես։ Դու ամեն ինչ գիտես։ Ամեն ինչ գիտեմ, բայց ես մի անգամը չի բացա։ Չի բացա, թե որտեղ էի։ Չեն թողնի, եթե թողնել, մեկ այսի մախբորը չեմ խանգարի։ Ես գիտեմ, թե ինչ թանկ ու կարևոր պահ է սա իր համար։ Պապա, ոչ մի բան մի ասա, պապին ու հոպարը լավ են արել, որ եկել են։
Ես արդեն ճամփեն անգիր ես արել, հա, ոնց որ։ Լսին հենց հեշտ ես ասում իմ աղջիկը։ Ոնց որ հեշտ տարար գցեցիր ստեղ ընդեղ, հենց էլ հեշտ ասում ես իմ աղջիկը։ Մի հատ գնաց տեղից ասում եմ։ Դու չես կարա մնաս։ Ես չեմ ուզում, որ երեխեն զարթնի ու տեսնի, որ դու ստեղ ես։ Լսի իզուր մի տանջիկ ես, հա։ Դու իր հետ չես կարա խոսաս։ Են էլ ոնց կխանգարեմ։ Ոնց որ դու ժամանակին խանգարեցիր մեզ իրար հետ լինել։ Հիմա հերդ չկա։ Իսկ երեխեն կա։ Այդ ինչից որոշեցիր, որ երեխեն քեզ կարան ների։ Չի ների։ Մի հատ դուրս արի, հա, քանի չի հարթնացել։ Քո կամքով դուրս արի ստեղից, թե չէ ես ինքս քեզ ստեղից կհանեմ։ Քեզ ասում եմ գնա, հեսա երեխեն կարտնալա։ Պապա։ Ինքան տվեցիր մինչև երեխեն հարթնացավ։ Արվես ինքը քեզնից ներողություն ախնդրում։ Ուզում եմ հասկանամ ինչ ես ինձնից ուզում։ Արդեն ասեցի, որ ինձ հետ ընդունես։ Ապրանք ես, հա, ինչը։ Գցել եմ, հիմա պետք է նորից հետ ընդունեմ, բայց եթե տենց էլ լինի, դու ինձ պետք չես։ Չէ, ապրանք չեմ։ Ու եթե քո կյանքում տեղ չունեմ, տենց էլ ասամ, երեխուս էլ ինձ դուր։ Հաստորեն նենց չի, որ դու էլ խալին փռը ինձ էիր սպասում։ Ուզում ես վերադառնաս իմ մոտ երեխու խաթր։ Ես իմ սերը ապացուցելու շատ առիթներ եմ ունեցել ու ապացուցել եմ։ Ու եթե մինչև հիմա դու կասկածում ես, դա արդեն քո խնդիրն է։ Եթե սիրեիր, չէիր գրկի երեխուդ ու փախնեիր։ Ես երկու քարի արանքում էի, մի կողմից դու, մյուս կողմից ընտանիքս։ Ընտանիքդ նույնպես չի հասկանում, ավելի շուտ ընդհանրապես չի հասկանում, որ ես իմ երեխուն ձեզ հաստատ չեմ տա։ Եթե երեխուն մորից զրկես, ինքը քեզ կյանքում չի ների։ Իսկ կների հետագայում մորը ընտրության համար։ Ինչ ընտրություն։ Հեսա կիմանանք։ Կամ ընտրում ես ինձ ու երեխուդ, կամ ձերոնց ու մարդասպան հոպարիտ։ Հեն, եթե գոնե մի քիչ ինձ հարգում ես, ինձ ընտրության առաջ մի կանգնեցրու։ Կամ ես ու երեխեդ, կամ ձերոնք։ Եթե ուզում ես, ժամանակ կարամ տամ մտածես, բայց լավ կլինի, որ հիմա ընտրես։ Ոայ քորա։ Ինչ ես ինձ հետևում։ Տենց եմ ուզում եմ հետևում եմ։ Քո ուզելը շատ քիչ է։ Տուն է, չէ՞ գնում, դե շարժվի, գնա մատնաքաշատ, ինչ ես ուզում ինձ։ Գիտես ծիծաղելի է։ Ի՞նչն է ծիծաղելի որ։ Որ քո նման հարուստ տղեն, որ ունի ոսկի ապագա, ոսկի երիտասարդություն, տառապում է ինձնով։ Այդ հարուստի մոմենտը լավն էր, բայց տառապելու մոմենտը ով ասեց քեզ որ տառապում է։ Ես էլ եմ այդ նույն հարցը տալիս, թե ոնց կարա տենց բան լինի։ Արամիկ հերիք է ինձ նվաստացնես։
Չէ, լավ ես։ Լավ ես, Ժանո ջան։ 2 օր առաջ ավելի վատ էիր։ Հիմա կարողանում ես աչքերիս մեջ նայել, կարողանում ես խոսել հետս։ Հիմա ես իմ Ժանոյին արդեն զգում եմ։ Կարողանում չկա։ Չի կարող այդպես լինել։ Կա իմ Ժանոն։ Ես կարող եմ չլինել, բայց Ժանոն պիտի լինի, Ժանոն իմ ցանկությունները պիտի իրականացնի։ Ցանկություն։ Երազանք։ Ես գիտեի մենակ երազանքներ հասարակ մարդկանցում են։ Իսկ ես ով եմ։ Դու հասարակ չես։ Իմ երազանքն ինչ է, ընդամենը քեզ երջանիկ ու երեխեքով շրջապատված տեսնելն էր։ Պարզ, հասարակ։ Որը անկատարն է։ Ավելի Ժան, չի կարող անկատար մնալ։ Չի կարող։ Այդպես խոսելու փոխարեն հակառակը պայքարի։ Եթե ուզում ես ինձ համար մի լավ բան անել, ուրեմն պայքարի։ Ինչի համար։ Մամա պետք է որ մելիք եմ։ Ինձ է պետք։ Դու պիտի ապրես։ Պիտի իրականացնես իմ երազանքները։ Կողքից լինել։ Տաղր։ Ես միշտ էլ քո կողքին կլինեմ։ Միշտ։ Գուցե ինձ չտեսնես, բայց անպայման կզգաս։ Երբեք չէի պատկերացնի, որ այսպիսին է լինելու մեր ավարտը։ Մամա։ Miguel. 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 Չեմ կարող մաշկնել։ Մի վարկյան։ Ընդամենը մի վարկյան։ Ես քեզ չեմ ներելու, իմ օգնության վրա թքածում են հոր դամար։ Ես հպարտանում եմ քեզնով իմ պատգամավոր աղբեր։ Դա լավ է, լավ, ինձ համար ոչ մի բան պետք չի անել։ Ինչ դա նորմալ, ինչ չանեմ, տոնım գնաս։ Դու չես հասկանում, որ բանդ գնաց իրան դες դուրս չես գանում։ Ես վերադառնում եմ իմ տուն, ինչ կա։ Տաղուտ տեսար։ Տեսար տաղուտ։ Ճիշտ է, տաղուտ այդ վիճակում թողնելու ընկնել ինչ-որ պրինցիպների հետևից։ Ես իմ պրինցիպների հետևից չեմ ընկնում, ընդամենը չեմ փախչում պատասխանատվություն։ Ինչ պատասխանատվության մասին ես խոսում։ Ինչ պատասխանատվություն։ Այսօր ամենակարևորը տաղուտ վիճակն է։ Լավ, Ալիկ, տես ինչ ես անում։
Ժանոյս լավ կանայես։ Մենակ չթողնես։ Հեր կլինես Ժանոյս համար կանես այն ամենը ինչ ես կանեի։ Եղավ։ Կանեմ ավեր։ Ամեն ինչ կանեմ, մենակ ուզում եմ, որ դու ազատության մեջ լես։ Ուզել է քիչ։ Всё, այլ ժամանակ չկա։ Մենակ չթողնես Ժանոյս։ Այդքան բան։ Հենց դրանով էլ օգնած կլինես աղբորդ։ Լավ մնա։ Հորդ հերն անից եմ, որ մեզ սենց լացացրեց։ Ինչեղ տան, ինչեղ։ Չկարողացա։ Արամիկ հերիք այնց նվաստացնես։ Լավ է, ամեստ աղջիկ ես դարել, իրես։ Դե այն ինչ եղավ իմ հետ դրանից հետո ես էլ չեմ կարևորում համեստ կամ անհամեստ լինելը։ Իսկ ինչ ա արել քո հետ կամ ես ինչ եմ անում։ Ինչ որ բան եմ անում։ Ես հիմա կռիվ եմ տալիս իմ ապրելու համար, իմ կյանքի համար։ Ես գոյի կռիվ եմ տալիս, հասկանում ես։ Որս արավ չջոգի, ինչի կռիվ ես տալի։ Դժվար էլ հասկանաս իմաստը այդ բառի։ Արա ոնց չեմ հասկանում, այդ թաղապետարանի դեմը որ լրվում են, ինչ են ասում են, այն մի հատ էլ թիվ կա տենց 7։ Արամիկ գիժ ես դու։ Ես ուզում եմ հիմա հանգիստ ապրեմ, բայց չգիտես ինչի մարդիկ չեն թողնում, ինձ խանգարում են։ Այսինքն ես եմ քեզ խանգարում։ Հա, մեկը դու։ Արա ես ինչ եմ անում։ Դու վազելով իմ հետևից քեզ նվաստացնում ես։ Հələ ստոպ, ստե համաձայն չեմ, ես քո հետևից չեմ վազել, իմ համար կայնած եմ ակուրատնի։ Արամիկ, խնդրում եմ գնամ։ Հանուն երեխուս թող գնա։ Գնամ ինչ անեմ։ Դու էլ ապրի։ Ախպետ ջան, ես ոնց ապրեմ, հանունում ապրեմ, ես երեխա չունեմ։ Չունես կունենաս։ Իմաց ես կյանքում ինչի ուզես կարաս հասնես, բայց եթե ունենաս ցանկություն։ Ես էլ էի տենց մտածում հորս արև, բայց պարզվում է, որ տենց չի, ամեն ինչ չի, որ տենց ես։ Երեխուս ցավացրիչ գնաց տղես, դավայ։ Ոչ մի մոտենալ, ոչ մի գրկել։ Քեզ ասացի գնա։ Մի թող որ գնա, պապ, մեղ կա։ Մեղ կա, հա, ուզում ես իրան ներենք։ Հա?
Միլան ուզում է, որ քեզ ներենք։ Բարի օր, ես ոնց որ խառը պահի հայտնվեցի, հա? Եկել եք Միլային պահելու։ Բայց ոնց հասկացա Միլային պահողների պակաս չկա։ Դուրս գամ, ես քեզ բան պիտի ասեմ։ Եթե ինձ համար եք դուրս գալիս, իսուր մի, որովհետև ես հիմա կարող եմ գնալ, ես տեսնում եմ, որ Միլան ձեր շրջապատում իրեն շատ լավ ասում։ Ինձնից նեղացաք, չեմ ուզում գնաք, դուք էլ մնացեք։ Չէ, ես այստեղ ավելորդ կլինեմ։ Առանց ինձ էլ ներդաշնակ ընտանիքի տպավորություն եք թողնում։ Ինչ ընտանիք, այ բալամ, դուք էլ սա խառնիկ իրար դարավ եսի ինչ։ Դուք շատ գեղեցիկ ընտանիք կլինեք, ձեր ձերքից մի բաց թողեք դա։ Ու մոտ ես գնում։ Եթե Ժանոյի մոտ ես գնում ավելի լավ, ես կկարողանամ հանգիստ հեռանալ։ Ոնց է։ Լավ չի։ Հորդ թաղումից հետո քեզ չեմ տեսել։ Ուրախ եմ, որ չես կոտրվել։ Հորս թաղմանը ձեզ չեմ հիշում։ Բայց ուրախ կլինեի, որ եղած չլինեիք։ Ժամանակը չի, որ դադար ես ինձ ատել։ Երբեք։ Ես երբեք չեմ դադարի ձեզ ատել։ Էլի ատի, բայց ինչի համար։ Ձեր եղբոր տղան այստեղ կյանքի ու մահու կռիվ է տալիս։ Իսկ դուք ինձ հիմար հարցեր։ Դու ինձ ատելու պատճառ չունես։ Հիմա երբ հայրդ չկա, դու կարող ես իմանալ։ Իմանամ ինչ։ Ես ոչինչ իմանալու ցանկություն այլևս չունեմ։ Այսքան պատտվեցիր, այսքան փորձեցիր իմանալ, ով է սպանել ծնողներիդ ու ինչի համար, ու հիմա ասում ես, որ իմանալ չես ուզում։ Իմացել եմ։ Ու իմ իմացած ինձ ոչ մի լավ բանի չի վերել։ Բայց ինչ ես իմացել, որ ես եմ հրամայել Մոնտեին սպանել ծնողներիդ։ Հերս չկա արդեն։ Ինքը իրան չներեց։ Դրա համար ինքը իրան պատժեց։ Բայց դուք կաք։ Ու ոչ ոքի մտքով չի անցնում, որ ձեզ պատասխանատվության ենթարկի։ Ինձ այնքան բանի համար կարելի է պատասխանատվության ենթարկել, բայց ոչ ծնողներից սպանության համար։ Դե իհարկե։ Ոչ մի ապացույց չկա ձեր դեմ։ Վկա էլ չկա, որովհետև հերս էլ չկա։ Հայրդ չէր կարող իմ դեմ վկայություն տար։ Հələ հիշի մեր երեքի փախումները, հայրդ երբեք միջև վերջին վրայով չէր քայլում։ Գիտես ինչի։ Դա խելոքության նշան էր, որովհետև ինքը հասկանում էր, որ ես, եթե խոսեմ, իր համար լավ չէր լինի։ Չեք կարծում, որ արդեն ժամանակն է, որ մենք առանց հարցականների խոսենք։ Ասեք, եթե ինչ-որ բան ունեք ասելու։ Ես պատվիրել էի միայն դատավորի սպանությունը։ Ես չէի պատվիրել, որ հայրդ մորդ էլ կրակի։ Հիմա երբ չկա պալաչը, ինչի թաքցնեմ ճշմարտությունը։ Այդ ձեր ճշմարտությունն է, միայն ձերը, որը ինձ պետք չի։ Իրականում պետք է, որ հավատաս։ Ես միջև վերջ չէի խոսում, որովհետև իմ պոչն էր պալաչի ոտքի տակ։ Բայց դատավորի ընտանիքի կոտորածի մեջ պալաչի մեղքը շատ ավելի մեծ է, քան իմը։ Ինչ պիտի ես ձեզ հավատամ։
Որովհետև ես քեզ ճիշտն եմ ասում։ Ու էլ կարիք չկա թաքցնելու։ Թաքցրեք։ Թաքցրեք, խնդրում եմ։ Ինձ ձեր ճիշտը պետք չի։ Այդ ուրիշ բան։ Եթե պետք չի, մի լս։ Պապաս սիրել ամորս։ Ինքը հաստատ չէր սպանի, ինքը նշտում սիրում էր։ Չափից շատ էր սիրում։ Ու մորդ հանդեպ ունեցած սերը Պալաչի մոտ հոգեկան խնդիրներ էր առաջացրել։ Նա չէր կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ անին հարուստ դատավորին ընտրեց ու քեզ իր աղջիկը դարձրեց։ Մոնտեին սպանում էր այն միտքը, որ դու իր աղջիկը լինելով դատավորին ես հայր ասում։ Չէ։ Իմ պապան ինչքան էլ չարացած լիներ մեկը, ինք չէր գնա այդ քալին, ինքը չէր սպանի։ Բայց սպանեց, իրան պետք էր դա և նա արեց, ու ինձ արկից էլ պլստաց, որովհետև գիտեր, որ ես իրան կսպանեմ իմ խոսքի վրայով անցնելու համար։ Պապան եթե դա արած լիներ։ Պապա դա արել էր, և մեղքի զգացման հետ այդպես էլ հաշտվել չկարողացավ, դրանից հետո նա ինքը իրան դատապարտեց։ Պալաչին անգամ կատարած աշխատանքի համար գումար չվերցրեց, նվեր արեց ինձ, այդքան մեծ էր իրա սերը քո մորդ հանդեպ, ու սիրելով հանդերձ նա սպանեց։ Չէ ուզենա քեզ ցավացնել, բայց դու պետք է իմանայիր ճշմարտությունը։ Ես կհրաժարվեմ քեզնից։ Ես կհրաժարվեմ իմ վրեժից, նույնիսկ եթե պետք լինի։ Մենակ թե դու ոտքի կանգնիր, մենակ թե ապրիր, Ժանո, փրկվիր ու ապրիր։ Ես դու ես չէ արել։ Ինչը։ Ոնց որ չգիտես ինչը։ Հիմա ինչ սխալ բան եմ արել, որ այտենց ագրեսիվ ես։ Դու ես չէ գնացել դրանց խնդրե։ Այդ կնիկնել եք էլ ասում էր ինչ սիրուն ընտանիք կարաք լինեք։ Ում մասին ես խոսում, Խորեն։ Դե այդ ընտանիքի, որ աղջկաս որդեգրել են։ Ասեցիր ինչ է եղել։ Ինչ է եղել, չհասկացա։ Կարմենի մերն էր եկել։ Ինչ պետք է լինի։ Խոսած ու թողեց գնաց, ոնց որ կամած Միլայից հրաժարվում են։ Այսինքն ալիքը չէր խափում։ Ինչի է տես։ Դու չէիր ինձնից պահանջում, որ Միլային վերադարձնեմ։ Հա, բայց մենակ նորից չասես, որ դժգոհ ես։ Ես չեմ իմանում քեզնից եմ դժգոհ, թե նատայից, որ մտավ ու вообще մտակ իմ ու երեխուս կյանք։ Ինչի ես այտենց ասում։ Կարող է լավ սիրուն ընտանիք դառնաք։ Իմ ընտանիքի մեջ ես նատային չեմ հաշվել։ Մենք երկուսով ենք, ես ու Միլան։ Իսկ ես Վլադը Բայց դու ինձ ասեցիր, որ կներես ինձ, եթե Միլային վերադարձնեմ։ Բայց դեռ չես վերադարձրել, չէ՞։ Գրեթե վերադարձրել եմ։ Այ երբ որ վերջնական կվերադարձնես, այդ ժամանակ կնստենք ու կխոսանք։ Ես չեմ ուզում, որ ինձ
Այս վիճակում մարդիկ տեսնեն, մանավանդ դու։ Ավելորդ բաներ մի խոսա ավելավա բերանը բաց։ Տարենք։ Ժանո պիտի սնվես, որ շուտ ոտքի կանգնես։ Ուզում եմ մեռնեմ։ Ժանո չես տեսնում, թե ինչքան վատ եմ։ Ինչ ես ավելի վատացնում վիճակս։ Բա ինչ։ Ես վիճակա, որ ես ապրում, ինձն է։ Ժանո, մի հատ ինձ կնայես։ Ժանո, դու ոտքի կկանգնես։ Իսկ կյանքում ավելի վատ բաներ են լինում, որ մեռնելու մասին ուղղակի սկսում ես երազել։ Կշվել եմ արդեն, չգիտեմ, չեմ ուզում բաց բերանոտ։ Բաց, մի քիչ բաց։ Ո՞ր ես ես ցավացրել։ Գեր, Ժանջան, գեր։ Ոչ ոք։ Ժան, դու միշտ ինձ հետ ազնիվ ես եղել, միշտ։ Աստված էր պիտի քեզ հետ ազնիվ լինի։ Աստված քեզ երկար, շատ երկար կյանք տալու, լսում ես։ Հավատում ես, որ լավ է լինելու ամեն ինչ։ Ժան, նայի ինձ։ Խնդրում եմ քեզ, գեր։ Ժան։ Ուտում եմ վերջ։ Ժան։ Եթե նույնիսկ մնայի, արդեն ուշ էր, էլ ոչինչ փոխել չէր լինի։ Մենք միասին դուրս եկանք բանտից։ Ես քեզ հետ մեծ ծրագրեր էի կապ։ Բայց քո անփոխադարձ սերը տապալեց քեզ։ Ես հիմա ետ եմ դառնում։ Ետ եմ դառնում թողնելով քեզ այստեղ բախտիքը մաճուկին։ Ես հիմա ավելի դժբախտ եմ ինձ զգում, քան այն ժամանակ, որ միասին էինք բանտում։ Այն ժամանակ գոնե դու կողքիս էիր, ամեն վարկյան աչքիս առաջ։ Իսկ հիմա մեզ բաժանող շատ բան կա, ինչի հետ ես հաշտվել չեմ կարող։ Չեմ կարող, ես պիտի լինեմ քո կողքին։ Ինչ բանակյանքը։ Արշուտ ինչ տեսակ են մարդիկ։ Հենց իրանց մի բան պետք ալնում, ամեն ինչ հասցնում են։ Ինձ պետք էր այս հանդիպումը։ Հեկա, ինչ խնդիր կա։ Խնդիր չկա։ Դու ինձ հեռախոսով ասեցիր, բայց այս հարցերը հեռախոսով չեն լուծում։ Հիմա ինչ ալիք տալիս ես թորանաս։ Հա, տալիս եմ։ Իմ բերից որ խոսքը դուրս է գալիս, ես հետ չեմ կանգնում։ Ինչ ես նայում։ Չես հավատում։ Ես ոնց ենք փոխվել, որ անգամ մենք մեզ չենք ճանաչում։ Ադամ ռիթմից ընկել ես։ Խոսալոցը չես հասկանում, թե ինչ ես ասում։ Հիվանդ եմ, Ալիկ, լավ չեմ։
Իսկ հիվանդ մարդու հետ ինչ ասես կարա լինի։ Շատ կուզեի քեզ պատժելու համար Միլային չվերադարձնել։ Դու տենց էլ չընդունեցիր, որ մեր երեխեքի ամուսնությունը սխալ էր։ Ու այդ սխալը մենք ենք թույլ տվել։ Առաջի հերթին սխալը քեզ հետ բարեկամանալու իմ ցանկությունն էր։ Մենք երկուսս էլ մեր շահն էինք փնտրում, մեր երեխեքի ամուսնության հիմքում։ Ես կարող էի սթափվել ու կանգ առնել։ Հենց հարսանեկի ժամանակ, երբ Լևը հայտնվեց ու ասաց, որ չբարեկամանամ իր թշնամու հետ։ Բայց ես կույր էի, չլսեցի իրան ու գնացի մինչև վերջ։ Լևը ինձ մինչև վերջ ատեց, այտենց էլ չներեց ախպերդ ինձ։ Հետո ղա դավաճան ընկերոջը ներում։ Ինչի դավաճան ախպորը կներեն, ընկերոջը ոչ։ Արունը ջուր չի դառնում, Ադամ։ Իսկ ընկերը ամենավատ թշնամին կարա դառնա։ Ու դու դարձար, երբ որ Լևին փագեր տվիր։ Լավ, Ալիկ, հիմա անցած գնացած բաներից կարող է այնքան խոսես, որ փոշմանես երեխուն հետ վերադարձնել։ Երեխուն քեզ չեմ տալիս, Ադամ։ Երեխուն տղուտ եմ տալիս։ Ու գիտեմ, որ ինքը երեխուն լավ կնայի։ Ու հետո Կարմենս էլ գող կլնի, որ իրա գժոտին մի բանով օգտակար կլնեմ։ Հա, ոնց էր։ Ինչ ես մի տեսակ։ Ինչ ա եղել։ Սիրում եմ քեզ շատ։ Իսկ ինչի հետ է կապված այս սիրո խոստովանությունը։ Որ դու միշտ ինձ հետ ես։ Որ դու միշտ ինձ ներում ես։ Որ մենակ չես թողնում։ Այն որ իմ առավելությունները հասկացել ես, այդ լավ է։ Իսկ ասես ինչ ես սենց ուզված։ Բայց հետո կասեմ։ Դե լավ, դե մի հատ էլ պաչի։ Գնանք։ Գնանք։ Ճիշտ եմ ասում, ես քեզ սիրում եմ։ Ճիշտ եմ հասկացել, ես սիրուն աղջիկ եմ։ Ես չեմ կարող տես բան անեմ։ Կարաս, որ ես ասում եմ, ուրեմն կարաս։ Ջանոպա, որ լասետրակի չեմանա, լավ հասկացա, ոնց ասես տենց էլ կլինի։ Ես անիմաստ եմ համարում իմ գոյությունը։ Ես չեմ ուզում իմ գոյությունն այլևս։